Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը իր առաջին ասուլիսի ընթացքում անդրադարձել է քաղաքական առաջնորդությանը, հայտարարելով, որ հաջողությունը թե բիզնեսում, թե քաղաքականությունում կախված է առաջնորդի կարողություններից։ Թե հաջողակ բիզնեսմեն լինելը, թե հաջողակ քաղաքական գործիչ լինելը, դա առաջնորդության մասին է խոսքը։ Չկա ուրիշ գիտություն։ Եթե դու լավ առաջնորդ ես, թե բիզնեսում, թե քաղաքականության մեջ, թե պետությունն ես ղեկավարում ճիշտ, դուք դրանում չկասկածեք։ Նրա խոսքով, եթե իրենց քաղաքական ուժին հաջողվել է ընդամենը 6 ամսվա ընթացքում դառնալ գլխավոր ընդդիմադիր դաշինքը եւ առաջատար քաղաքական ուժերից մեկը, ապա նույն տեմպով հնարավոր է զարգացնել նաեւ Հայաստանի տնտեսությունը եւ երկրում հաստատել կայուն ու արժանապատիվ խաղաղություն։ Անդրադառնալով նախկին եւ ներկա իշխանությունների նկատմամբ հասարակության ունեցած անարդարության զգացմանը, Կարապետյանը նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը գործելու է բացառապես օրինականության շրջանակում։ Նա շեշտել է, որ չեն կրկնելու ներկայիս իշխանությունների սխալները եւ բոլոր հարցերում առաջնորդվելու են օրենքով ու արդարադատությամբ։ Եվ ասում եմ, որ մենք գործելու ենք, չէ, դուք ասեք, ես ասում եմ վարչապետը։ Եվ ասում եմ, մենք գործելու ենք օրինականության դաշտում։ Չենք անելու նույն սխալները, ինչ արեց ներկա իշխանությունը բոլոր հարցերում։ Ինքը դրանով տապալվեց, ձախողվեց։ Դրա համար մենք ամեն ինչին շատ լուրջ ենք վերաբերվելու։ Մեկ-երկու մարդկանց կարծիքի հետևից չենք ընկնելու։ Գոյություն ունի Հայաստանում օրենք, եթե չկա էլ կլինի օրենք, կլինի արտարություն, արտարադատություն։ Իրենք կորոշեն մարդկանց մեղքերը եւ այդ մեղքերով կամ դատապարտվեն, կամ դառնան ազգային հերոսներ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընտրություններից հետո ինքը ունեզրկվելու է։ Դա այնքան անլուրջ բանի մասին ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան է ասել։ Ով է, դա արդեն իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում նրա ասածները։ Դուք ուզում եք ես նրա ասածները դնեմ մեկնաբանեմ։ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում այն ունեցվածքի մասին, որի մասին խոսում է ինքը։ Դրա համար չկա այդպիսի մարդ, այդպիսի ուժ, նույնիսկ որ կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկի ու սրանով ես ուզում եմ այդ թեմային էլ չանդրադառնալ։ Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում հնարավոր միավորմանը, Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իր քաղաքական ուժի վերաբերյալ հնչեցրած գնահատականի համար։ Նրա խոսքով բանակցություններ են եղել տարբեր քաղաքական ուժերի հետ, սակայն բոլորի օրակարգերը չեն համընկել։ Իրենք առաջարկել են իրենց օրակարգը, մենք առաջարկել ենք մեր օրակարգը եւ տեսել ենք, որ դրանք մի քիչ չեն համապատասխանում։ Դրա համար մենք գնացինք մեր ճանապարհով, իրենք գնացին իրենց ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում կրկին խուսափել է ուղիղ պատասխան տալ լրագրողի հարցերին, անտեսելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կոշտ որակումները։ Մեդվեդևը ձեզ եւ Զելենսկուն ըստ երևույթին, ձեզ եւ Զելենսկուն անվանել էր երկու անուղեղ ռուսաֆոբներ։ Եթե դա ձեր մասին ապա ինչպես կարձագանքեք։ Լրագրողի այս հարցին Փաշինյանը այսպես է պատասխանել։ Այն հայտարարությունները, որ ես անձամբ չեմ լսել, չեմ մեկնաբանում։ Ծանոթ չեմ ես այդ հայտարարությանը, որովհետև չգիտեմ դա այդ ձեր ասած մարդկանց հայտարարությունն է, թե ձեզ են ասել կամ ձեր հայտարարությունն է, ձեր հեղինակած հայտարարությունն է։ Ես ասում եմ, այն հայտարարությունները, որ ես անձամբ չեմ կարդացել կամ չեմ լսել, չեմ մեկնաբանում, դա սկզբունք է։ Փոխարենը Փաշինյանը երկար խոսել է իր ընդդիմադիրների մասին, լրագրողի բուն հարցը շրջանցելով։ Ամիսներ առաջ Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին էլ հարցին Փաշինյանը հերքել այն պնդումը, թե գործը ընթացք է ստացել միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո։ Վեդի դեպքը բացահայտվել է իրավապահ օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը եւ իրավապահներն են քննություն անում։ Դուք այդ գործերին, ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ եւ այդ աղբյուրներին, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված եւ իհարկե
այդ բանի անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք եւ համակարգից կհեռացնենք։ Ուկրաինայի հարցով էլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Փաշինյանի խոսքով իրենք որդեգրել են բացառապես Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելու քաղաքականությունը։ Մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել եւ ես ասել եմ, որ Ուկրաին դեռ գիտեք երբ եմ ասել դա, կամ 22 կամ 23 թվին, չեմ հիշում, ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եվ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիր ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քաղաքական շոու եւ Հայաստանի ներքին գործերին միջամտություն է որակել Հայաստանի ԵՄ գագաթնաժողովը։ Ըստ Զախարովայի, Բրուսելն ու Փարիզը փորձում են նախընտրական շրջանում գտնվող Հայաստանին վաճառել գեղեցիկ փաթեթավորված խոստումներ, որոնք իրականում միտված են երկիրը հակառուսական գծի մեջ քաշելուն, առանց որևէ գործնական կամ նյութական օգուտ տալու։ Նա զգուշացրել է, որ նման քաղաքականությունը Հայաստանի քաղաքացիների համար կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, քանի որ ԵՄ-ն աջակցում է հայկական ատոմակայանի փակմանը, մինչդեռ եվրոպական երկրները, օրինակ Գերմանիան, արդեն զղջում են ատոմային էներգետիկայից հրաժարվելու համար։ Ռուսական կողմը նաև վրդովմունք է հայտնել Հայաստանում Վլադիմիր Զելենսկիին հարթակ տրամադրելու կապակցությամբ։ Զախարովան նշել է, որ Զելենսկին օգտվել է հայկական կողմի անհասկանալի հյուրընկալությունից, փորձելով դուրս գալ քաղաքական մոռացությունից եւ հնչեցնել իր ռուսատյաց հայտարարությունները։ Բաքվում ապօրինաբար դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից իր դիմում խնդրանքին տված պատասխանին։ Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը, թողնում եմ նրա խղճին, պարզապես կասեմ, անկեղծորեն ցավում եմ Աստված ձեզ դատավոր, նշել է Վարդանյանը։ Վարդանյանի խոսքով ՄԻՊ-ի դիրքորոշումից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն պաշտպանի ինստիտուտի, այլև վարչապետի պատասխանատվության վերաբերյալ։ Նա հարց է բարձրացրել, թե եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ում լիազորությունն է դա եւ ով է պատասխանատու այս հարցի համար։ Բաքվի բանտից փոխանցված ուղերձում Վարդանյանը նաև շեշտել է, որ Բաքվում արդեն 6 տարի պահվող անձանց համար Հայաստանի կառավարությունը այդպես էլ չի կարողացել ստեղծել կայուն եւ հասկանալի կապի մեխանիզմ ոչ միջազգային կազմակերպությունների եւ ոչ էլ երրորդ երկրների դեսպանատների միջոցով։ Ըստ նրա, պարզ չէ թե ով է զբաղվում այս խնդրով եւ ինչու այդ մասին տեղեկացված չեն ոչ բանտարկյալների ընտանիքները եւ ոչ էլ հասարակությունը։ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել միջուկային նոր գործարքի նախագիծը եւ կողմերի համաձայնության դեպքում կսկսվի 30-օրյա բանակցություններ, հայտնել է Wall Street-ը։ Վաշինգտոնի կարմիր գծերը ներառում են միջուկային զենքից պաշտոնապես հրաժարվելը, Ֆորդոյի, Նաթանզեի եւ Իսֆահանի օբյեկտների ապամոնտաժումը, հարստացված ուրանի հանձնումն ու հարստացման 20-ամյա արգելքը։ Պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կլինի միայն երբ Իրանը կատարի այս պայմանները։ Լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն ու Իրանը նախնական համաձայնություն են ձեռք բերել ծովային շրջափակումը մեղմելու եւ Հորմուզի նեղուցում նավագնացությունն աստիճանաբար վերականգնելու շուրջ։ Էլ-Արաբիան նշել է, որ ներկայումս ընթանում են ինտենսիվ շփումներ եւ հնարավոր է տարածաշրջանում արգելափակված շուրջ 2000 նավերի հարցում փոփոխություն լինի։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր, որ համաձայնության չգալու դեպքում կսկսվեն շատ ավելի հզոր ու ինտենսիվ ռմբակոծություններ, քան նախկինում էին։ Ուկրաինական անօթաչու թռչող սարքերը թիրախավորել են Պերմ քաղաքը, հարվածներ են հասվել ռազմավարական օբյեկտներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Կրկնակի հարվածի է ենթարկվել Պերմ նավթատարի կառավարման կայանը։ Քաղաքի բնակելի թաղամասերում եւս իրավիճակը լարվել է։ Մոտակա դպրոցների աշակերտներին շտապ տարհանել են նկուղային ապաստարաններ։ Լսվել են պայթյունների ձայներ, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհ է բռնկվել։ Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի տարածքում ռուսական ծագում ունեցող անօթաչու թռչող սարք է ընկել։ Լատվիական կողմի պնդմամբ մի քանի անօթաչուներ Ռուսաստանի սահմանից ներխուժել են երկրի օդային տարածք։ Ըստ փորձագետների, դրանք եղել են ուկրաինական զինուժի FP-1 տիպի ԱԹՍ-ներ։